Խոսենք նաև ամրաշինական աշխատանքների մասին, դուք դիտարկումներ ունեիք այս առումով։ Ուրեմն տևական ժամանակ է Պաշտպանության նախարարությունը եւ գլխավոր շտաբը իրենց տարատեսակ պաշտոնյաների վերանով գալիս են եւ Պաշտպանության եւ անվտանգության հարցերով հանձնաժողովում ազգային ժողովի ինչ որ բացատրություններ է տալիս, թե ինչի մեր այս կամ այն դիրքը գտնվում է անբարենպաստ վիճակում եւ չեն հանում այդ դիրքը։ Մասնավորապես վկայություններ կան այն մասին եւ հստակ գիտենք այդ դիրքերի տեղերը, որ մեր զինվորները այդ դիրքեր են անցնում, հերթափոխ են իրականացնում, անցնելով ադրբեջանցիների կողմից տեղադրված անցակետերով եւ այնտեղ զնություն են անցնում իրենց անձնական իրերը, իրենց բեռները, զենք զինամթերքը եւ սնունդը։ Շատ են այդպիսի դիրքերը։ Դա կարևոր չէ, մեկն էլ եթե լինի, արդեն բավարար է, որպեսզի այս ամեն ինչը դիտվի որպես ռազմական հանցագործություն սեփական զորքի հանդեպ։ Հիմա այս տղաները Բայց ներողություն բացատրություն տրվեց, եթե չեմ սխալվում, Արմեն Խաչատրյանի կողմից, որ փոխադարձ է դա լինում, այսինքն եւ ադրբեջանցիներն են ստուգում անց։ Դե էլ թող բերեն ցույց տան այդ դիրքերը։ Մենք գիտենք այն դիրքերի մասին մեր, որտեղ զննում են անցնում, այդ դիրքերը անցնելով։ Հիմա այսպեսի նվաստացում, հա, որ անցնում է հայ զինվորը, հա, դա ուղղակի հանցագործություն է։ Գետ մեկ դեպքը բավարար է, որպեսզի սա համարվի հանցագործություն եւ դավաճանություն։ Դուք պատկերացեք այն զինվորի վիճակը, որը այսպեսի ստորացուցիչ զննում է անցնում ադրբեջանցի զինվորների կողմից, զննվում են իր պայստատուփերը, գրպանները եւ մնացած ամեն ինչը։